Պարոն նախագահ, վերադառնալով ներքաղաքական օրակարգերին, հաշվարկել եք արդյոք այս իրավիճակում արդյոք նման սցենար, որ Հայաստան դաշինքը կշարունակի պայմանների լեզվով խոսել։ Ես կարծում եմ 3 երեկոյան Հայկ Մանուկյանյան ամբողջովին թեման լուսաբանել է, բացահայտել է, եւ դրանով ձեռնպահում է կամարակացած։ Պարոն նախագահ, ձեր ամեն հարցազրույցից հետո ոչ միայն ԿՊ-ի քննադատությանն ենք ընկնդիր եւ ականատես լինում, այլև իրենց ընդդիմադիր, այսպես ասած, ներկայացնող շրջանակների մեկ հարցազրույցից հետո տասնյակ հարցազրույցներով փորձում են ձեզ պատասխանել, ինչու ձեզ։ Արդյոք այս ամենը քաղաքական մանիպուլյացիա է։ Ձեզ համար է դա լավ, թեմա է, գրեք։ Բայց սա քաղաքական մանիպուլյացիա կարող է համարվել, Պարոն Սարգսյան, ի սկզբանե դատապարտված չի այս գործընթացը, պարոն Սարգսյան։ Ի սկզբանե դատապարտված չի այդ գործընթացը, երբ 36 պատգամավորներ չկան, առնվազն 54-ից։ Ինչպես եք պատկերացնում, պարզ մաթեմատիկական հաշվարկ է։ Գիտեք, ես ինչից եմ զարմանում, որ լրագրողը, որ այդ թեմայով հետաքրքրվում է, ինչ-որ շատ չի հետևում տարբեր մարդկանց բացատրությունների։ Եթե օրինակ դուք երեք լսածողն էիք Հայկ Մամիջանյան, այդ հարցը չէիք տա, 36-ը ինչ կապ ունի, ես 54 հատեց, 36 չի պետք։ 36 նախնական գործընթացը սկսել։ Ոչ, գործընթացը արդեն սկսված է, վաղուց սկսված է։ 36 պատգամավոր դրել է իր ստորագրությունը, պարոն Սարգսյան։ Լսեք, ես ձեզ ասում եմ, գնացեք թեման ուսումնասիրեք։ Ես ուսումնասիրել եմ, շատ լավ Չեք հավատացել։ ուսումնասիրել, որովհետև գործընթացը սկսվում է, երբ ազգային ժողովի մեկ պատգամավոր առաջադրում է վարչապետի տեխնացու։ Գործընթացը այդ ժամանակ է սկսում, 36-ը Բայց լավ։ նիստերի դահլիճ բերելու համար 36 մարդու ստորագրություն է, պարոն նախագահ։ Ասեցինք, որ լիստերի դահլիճ բերելու ենք, երբ ունենանք 54, 36-ը կապ չունի, բադ թիվ եք ասում 36-ը։